տեսեք, այսօր հայ կանայք երևի 80%-ը չեն աշխատում, ամուսնանում ու կարիերան իրաց ամուսնանալն է։ То есть ամուսնացած ամենակարևոր կարիերան եմ ստացել, տանկինը լինելու, երեխաներին դաստիարակ եմ։ Ոնց կարա կինը դաստիարակի երեխա, ձգտող, հասնող, հա, խոչընդոտներ հաղթահարող, եթե ինքը ոչ մի խոչընդոտ իր կյանքում չի հաղթահարում։ Ոնց։ Այ ապետն աշխատանքը խոչընդոտ է այս։ Օրինակ ես իմ կյանքում եմ բախվել, երբ որ մենք ամուսնուս հետ դեռ ամուսնացած չէինք, կար իրավիճակ, որ պետք է ինքը մեկներ, ասի կամ միասին են գնալու կամ չեն գնալու։ Որոշում։ Բոլորի կյանքում կարա լինի։ Հարց. դե մնա բան, եթե կինը համաձայնվում է ինչ որ միտեղ զոհի դեր այր անդում, ես զոհ եմ, ես կմնամ, դու գնա աշխատի։ Կարա ինչ որ մի պահ լինի, որովհետև մենք բոլորս կյանքի տարբեր իրավիճակներում պլյուսի կամ մինուսի մեջ ենք լինում։ Ինչ սկզբում ինչ որ մեկ ավելի շատ է սիրում, հետո մյուսը ավելի այո, իհարկե, դե բալանսը փոլային ալի։ Բալանսը չէ, երբեք չի լինում, բայց գալիս է այն էտապը, երբ որ հաս ունանում է երկուսով իրար հետ հասկանում են։ Ես իմ օրինակով կարող եմ բերեմ, երբ որ ես զգում եմ ինչ որ միտեղ ավելի շատ ես գնում եմ իմ եսը, ես ստվերի տակ եմ դնում իմ ամուսնայությունը։ Այդտեղ հարց, ես զգում եմ։ Ինձ ոչ մեկ չի ասում, ես դա զգում եմ, ու երբ որ ես զգում եմ, ինչ պետք է անեմ, դանդաղացնեմ արագությունը։